տեսնում ենք, որ բարբերաբար իշխանությունները հայտարարություններ են հնչեցնում, կասկածի տակ են դնում հայոց ցեղասպանությունը։ Դեք նախ շատ կարևոր է օրվա խորհուրդը, բացի այն, որ սա մեր 1.5 միլիոն նահատակների հիշատակման օրն է, նաև պետք է մենք կարողանանք վերարժևորել նաև խորհուրդը, որը սա պետք է ոչ միայն լինի սգո օր, այլ նաև պետք է լինի պայքարի ու ուժեղ ազգային պետության ձևավորման յուրատեսակ նաև խորհրդանիշ, որը այլևս թույլ չի տա, որ պատմության ընթացքում երբևէ հայ ազգի նկատմամբ որևէ տեսակ ոչիր իրագործվի։ Իսկ ինչ վերաբերում է մեր իրականությանը, սա կարծում եմ ավելորդ է նույնիսկ ասել, որ մենք այսօր ոչ միայն չունենք հայկական պետություն, այլ նաև մեր իշխանությունը խորքային առումով հակահայկական է։ Ոչ թե ուղղակի հայկական չէ, այլ հակահայկական է։ Եվ ուղղակիորեն սպասարկում է թուրքական ու ադրբեջանական օրակարգ ու դրան զուգահեռ նաև տրամադրում է ամբողջ հայությանը հարմարվողականության օրակարգ, որ պետք է հարմարվեք։ Եվ եթե տեսել եք երեք նույնիսկ տեղեկատվություն էին տարածել իշխանական լրատվականները, որ գիտեք դուք դրոշ եք վառել, դրա համար մենք կրակել ենք Խոզնավարի վրա։ Ես նույն պատմությունը հիշում եմ դեռ Կիրանցում, երբ մարզպետը գալիս ու ասում էր, գիտեք, ադրբեջանցիները սահմանը շատ ավելի առաջ են բերելու, որովհետև դուք այստեղ ինչ-որ ցույցեր եք անում։ Այսինքն անընդհատ հանրությանը տալիս են, որ դուք միշտ պետք է խոնարհ լինեք ադրբեջանցիների առաջ, թե չէ մենք, թե չէ նրանք անպայման մեզ կպատժեն։ Բացի պատմությունը ուրանալը, ինքնությունը ուրանալը, ամեն սրբություն, ինչը կապված է ազգային ինքնության հետ ուրանալը, նաև տալիս են խորքային առումով նվաստացում ու համակերպում ամենօրյա նվաստացումների հետ։ Նայեք, պարոն Պետրոսյան, տարբեր ուժեր ընդդիմադիր գործիչներ այսպես քննադատում են իշխանություններին, բայց այդպես էլ լուծման տարբերակ չեն առաջարկում իշխանության փոփոխության կամ այս ամենի դեմը առնելու։ Ամենայն հայտարարությունները։ Լուծման տարբերակները շատ են։ Ես դրա մասին ամենաշատն եմ խոսել, բայց այս պահին լուծման տանող առաջի քայլը, ինչպես ուզում եք նայեք, լինելու է ընդդիմափոխությունը, որովհետև ներկայիս իշխանությունը ունի ընդամենը երկու ամուր հնարան։ Արտաքին աշխարհում դա թուրքական աշխարհն է, ներսում դա պարլամենտական ընդդիմությունն է։ Այսինքն, եթե չեղավ ընդդիմափոխություն, նույն այս քաղաքական համակարգը իր բովանդակությամբ, իր արժեքներով շարունակելու է մնալ։ Կապ չունի մի անձը կփոխվի մյուսով, բայց այն իրականություն, այն արժեքը, որը դրված է այս համակարգի հիմքում, դա լինելու է։ Իսկ մենք ի տարբերություն շատերի ոչ միայն առաջարկում ենք, այլ նաև հենց գոնե մեկը ես, մեր թիմի, մեր ընկերների հետ բազմիցս շատ տարբեր գործընթացներ ենք սկսել, շատ տարբեր գործընթացների հիմքում ենք եղել, այդ թվում անցյալ տարի ոսկեպարի սկիզբ առած շարժումը, որը գիտեք, որ կարելի ասել արդեն հաջողած էր, բայց նույն այդ պարլամենտական ընդդիմության եւ նաեւ այն շարժման մեջ որոշ մարդկանց միջոցով, որոնք գնացին պայմանավորվածության պարլամենտական ընդդիմության հետ, ելի ունեցանք այն իրականությունը, որը այսօր ունենք։ Պարոն Պետրոսյան, եւ ճշգրտող նաեւ հարց 26 թվականի ընտրություններին արդեն քիչ ժամանակ է մնացել ու արդեն դիրքավորումները པարզ են, դուք ինչ որոշում եք։ Անպայման մասնակցելու ենք, իհարկե, անպայման։ Դիրքավորում ուրիշ ինչ իմաստով։ Մասնակցելը անպայման ենք մասնակցում, դա չի քննարկվում, բայց դիրքավորում ասելով չեմ պատկերացնում, եթե նկատի ունեք, որ ինչ-որ մեկի համագործակցություն եւ այլն, դա որոնց հետ պատրաստ եք։ Այս պահին այդպիսի ուժեր չկան ու կարող եմ ասել, մեր կարմիր գիծը շատ հստակ։ Քաղաքացիական պայմանագիր, պարլամենտական ընդդիմություն, նախկին նախագահներ եւ դրանցից ածանցյալ կամ որևիցե կերպ իրենց հետ կապվող կամ իրենց օրակարգը սպասարկող ուժերի հետ տեսականորեն անգամ բացառվում է համագործակցությունը որևիցե փուլում։